Հայաստանի հետ խաղաղություն բանակցող Ալիև ամուսինները հպարտությամբ ակնտրում եւ ունկնդրում են, թե ինչ հակահայկական բեմականացում է տեղի ունենում Ադրբեջանում անցկացվող ԱՊՀ երկրների խաղերի բացման արարողության ժամանակ։ Բեմում Ալիևի երկաթե սպառնացող բռունցքն է հայաստանյան իշխանություններին, հայ ժողովրդին, իսկ մյուս կողմից բեմում աջ ու ձախ վազվզող ադրբեջանցիները իրենց առաջնորդին հիշեցնում են 44-օրյա պատերազմում ռազմական ագրեսիայի, արցախահայությանը, խաղաղ բնակչությանը հրթիռակոծելով Արցախն օկուպացնելու հայաթափելու մասին։ Ահա այսպիսին է Ալիևի պատկերացրած խաղաղությունը, որ նա հրամցնում է նաև ամբողջ աշխարհին։ Սանձ արձակությունը հասել է այնտեղ, որ Բաքվի բռնապետը աշխարհի բարձր ամբիոններից է հոխորտանք թափելով գլուխ գովում։ 2020 թվականի նոյեմբերի 10-ը պատմության մեջ մտավ որպես Հայաստանի կապիտուլյացիայի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման օր, գրեթե 30 տարվա օկուպացիայից հետո։ Ճիշտն ասած չեմ հասկանում, որն է ահռելի պոզիտիվ բովանդակության արկայության պայմաններում, որը ձեռք է բերվել համատեղ դժվարին ջանքերով, օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ ենթատեքստերի հոլովումը։ Միթե խաղաղությունը բավարար բերկրանք եւ բավարարվածություն չի պատճառում։ Ինձ օրինակ պատճառում է։ Փաշինյանը Ալիևի մեկ այլ հաճախակի հնչող ձևակերպմանն է անդրադառնում։ Ըստ նրա Վաշինգտոնի հռչակագրից հետո Ալիևը մի քանի անգամ նաև ՄԱԿ ամբիոնից օգտագործել է Զանգեզուրի Միջանցք արտահայտությունը։ Կարծում եմ իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերը սպարզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունը օգտագործելով, որովհետև հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից եւ կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում։ Միջազգային հանրության ուշադրությունն եմ հրավիրում այն փաստին, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի եւ այդօրինակ խոսույթները ձեռք բերված պայմանավորվածություններից չեն բխում, կապ չունեն համաձայնությունների հետ, ունեն գրգռող եւ նեգատիվ ազդեցություն եւ ընկալվում են որպես ինքնիշխան երկրի նկատմամբ տարածքային պահանջ ի հեճուկս ձեռք բերված եւ հռչակված պայմանավորվածությունների։ Զանգեզուրի միջանցքը օգուտ կբերի։ Նույն բառամթերքը Ալիևը կիրառեց նաև սեպտեմբերի սկզբին Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։ Այդ ընթացքում նա դեմ առ դեմ հանդիպում ունեցավ նաև Նիկոլ Փաշինյանի հետ։ Օգոստոսի 8-ի փաստաթղթի ստորագրումից հետո բազմակի պաշտոնական եւ ոչ պաշտոնական միջոցառումների ժամանակ այդ ամեն ինչը ներկայացվել է նշված տրամաբանության մեջ եւ իրանք էլ գիտեն, որ ստանձնել են պարտավորություն միջանց տրամադրել։ Քաղաքագետները հանրությանը եւս մեկ անգամ հիշեցնում են, որ Վաշինգտոնյան փաստաթղթերը իրավական եւ ոչ մի ուժ չունեն։ Այդ փաստաթղթերը վերաբերում են խաղաղության պայմանագրի կնքման նախապայմանների կատարմանը։ Զանգեզուրի միջանցքի ծրագրի մասին խոսելիս ինքն ընդհանրապես մեզ որևէ անդրադարձ չի կատարում։ Մենք ընդհանրապես այնտեղ գործիք ենք։ Քաղաքագետ Բալյանի ձևակերպման Վաշինգտոնյան հռչակագրի այսպես կոչված քավոր դարձած Թրամփին կարծես թե չի հետաքրքրում, թե ինչ եղավ կամ կլինի դրանից հետո։ Եվ ընդհանրապես ԱՄՆ արտաքին օրակարգում այդ խնդիրն ըստ քաղաքագետի երրորդական է։ Դուք հանդիպել եք Ադրբեջանի նախագահի Ալիևի ու Փաշինյանի հետ։ Ում հետ։ You met with Aliyev and Pashinyan. Ալիևի ու Փաշինյանի հետ։ Ինչ կարող եք ասել ստեղծված իրավիճակի մասին։ Can you follow up on what you want to say about current Ոչինչ չեմ կարող ասել։ Ադրբեջանն այս ընթացքում զինվում է, մեծացնում իր ռազմական բյուջեն։ Խաղաղության ֆոնին Ալիևն ըստ մասնագետների ամեն ինչ անելու է, որ տարածաշրջանում յուրաքանչյուր խնդիր լուծում ստանա ռազմական ճանապարհով։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։